Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, այսօր իմ հյուրն է իմ գործընկեր հանրային ռադիոից Արամ Մանուկյանը, մարզական մեկնաբան լրագրող, Արամը նաև Ռադիո Լուր լրատվականի մարզական մեկնաբանն է, Արամ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք միասին եւ փորձելու ենք նաեւ քո օգնությամբ, ձեր օգնությամբ անդրադառնալ եւ ամփոփել հենակետային մարզաձևերում մեր մարզիկների 2025 թվականին ցուցադրած արդյունքները, մրցելույթները։ Սկսենք հավանաբար հենակետային մարզաձևերից, բռնցքամարտից, որովհետեւ ամենաթարմ երևի միջոցառումը, որ տեղի ունեցել դա աշխարհի առաջնությունն էր, որը տեղի ունեցել մեր ունկնդիներին հիշեցնեմ Արաբական Միացյալ Էմիրություններում, այնտեղ նաև դուք եք Արամ ներկա այդ աշխարհի առաջնությանը եւ բառացիորեն այդտեղ ինքներդ ականատես եք, թե մեր բռնցքամարտիկները ինչպիսի մրցելույթներ են ունենում, դա երբեմն անվանվեց եւ որակվեց որպես պատմական արդյունք, որովհետեւ եթե ես չեմ սխալվում, դուք ինձ կուղեք, վերջին տարիներին չէր եղել, որ այդպիսի խոշոր մրցարսպարեզում մեր մարզիկներից 5-ը կիսաեզրափակչի մասնակից լինեին։ Ողջույն Դավիթ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար 2025 թվականի աշխարհի առաջնությունը պատմական արդյունք էր։ Մենք ոչ միայն 5 կիսաեզրափակիչի մասնակից ունեինք, այլև եւս 4 մարզիկ քառորդ եզրափակիչում էին, դա նույնպես չափազանց լավ արդյունք է, այսինքն 9 մասնակից։ Այո, մենք քառորդ եզրափակիչում 9 մասնակից ունեինք, իսկ դա նշանակում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մենք գրեթե մինչև վերջ պայքարի մեջ ենք եղել։ Այո, բռնցքամարտիկները լավ հանդես եկան, ցավոք սրտի աշխարհի առաջնության ոսկե մեդալ չեղավ, այս անգամ մենք այդ նպատակով էինք գնացել, շատ մոտ էր Հովհաննես Բաչկովը, որը կիսաեզրափակիչում շատ դժվար մենամարտ անցկացրեց ռուս բռնցքամարտիկի հետ եւ պետք է նշեմ, որ բռնցքամարտի մրցավարները ինչ որտեղ անարդարացի գտնվեցին եւ պետք է այդ մենամարտում հաղթանակը տային։ Նրանք նշում են, որ այլ հաշվարկով էին իրենց միավորները բաշխել, բայց ամեն դեպքում մենք Հովհաննես Բաչկովից դեռ ոսկե մեդալ ակնկալում ենք։ Ընդհանուր առմամբ 2025 թվականը հայկական բռնցքամարտի համար իսկապես պատմական տարի է։ Մենք նվաճել ենք 78 մեդալ, 11 ոսկի, 34 արծաթ եւ 33 բրոնզ, երբևէ Դավիթ որևէ այլ մարզաձևում 78 մարզիկ մեկ մրցաշրջանում պատվոհարթակ չի բարձրացել։ Այո, ծանրամարտում մենք այս տարի էլ ունենք, եթե չեմ սխալվում, 90 մեդալ եւ ավելի, միշտ ունեցել ենք ավելի շատ 130, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ ծանրամարտում մեկ մարզիկ նվաճել է 3 եւ ավելի մեդալ։ Խոսքը գնում է այդտեղ փոքր մեդալների։ Մենք ծանրամարտին դեռևս կանդրադառնանք, Արամ, տեսեք, բռնցքամարտի այդ տվյալները, որ դուք հնչեցնում եք եւ դա անվանում եք պատմական արդյունք, ոչ միայն դուք։ Այստեղ նաեւ հաշվարկվում է ըստ երևույթի միջև 20 տարեկանների եւ երիտասարդների նաեւ նվաճումները։ Բոլոր տեղերում է այդպես հաշվարկվում, նույնիսկ ծանրամարտում։ Եվ դա հիանալի արդյունք էր նաև մեր երիտասարդների համար։ Այո, իսկապես հիանալի։ Այս տարի մենք Երևանում անցկացրեցինք Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները եւ ոչ միայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատվով անցկացրեց դա ու ստացավ բարձր գնահատական միջազգային գործընկերների կողմից, այլև մեր բռնցքամարտիկները շատ լուրջ արդյունքներ գրանցեցին։ Մինչեւ 23 տարեկանների պայքարում մենք 3 չեմպիոն ունեցանք, 4 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ էլ մենք նվաճեցինք երիտասարդների պայքարում ու դա նույնպես միայն տղաների աղջիկները չեմ նշում ու դա նույնպես լավ արդյունք է։ Սա ինչ է նշանակում Դավիթ, որ մեր բռնցքամարտիկները երիտասարդ են ու քայլ առ քայլ գնում են դեպի օլիմպիական ցիկլ։ Այսինքն, եթե ոչ Լոս Անջելես 2028-ում, ապա հաջորդ օլիմպիական խաղերում այս բռնցքամարտիկներն են լինելու ասպարեզում, ու եթե իրենք երիտասարդ տարիքում Եվրոպայի չեմպիոն են դառնում, աշխարհի առաջնությունների չեմպիոն ու մրցանակակիր են դառնում, դա մեծ հաշվով խոսում այն մասին, որ մենք կունենանք լավ մարզիկներ, լավ բռնցքամարտիկներ, ապագա օլիմպիականներ։ Ճիշտ է, շատ դեպքերում ասում են, որ երիտասարդ բռնցքամարտիկները մեծանալով մեծահասակների բռնցքամարտը նույնը չէ, այնտեղ սաղավարտի խնդիր է, տարբեր այլ խնդիրներ են, բայց միևնույն է կորիզը կա։
լավ աշխատանք է կատարել բռնցքամարտի ֆեդերացիան եւ վստահ եմ արդյունքը մոտ ապագայում նաեւ տեսանելի է լինելու ոսկե մեդալների տեսքով արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում եւ ինչու՞ չէ նաեւ օլիմպիական խաղերում։ Ես այստեղ պատիվ ունեցա որոշ ժամանակ առաջ նաեւ հյուրընկալելու երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, նա նույնպես նշում էր, որ նոր սերունդը իսկապես բավական մեծ ակնկալիքներ է մեզ տալիս։ Մենք տեսնում ենք, որ այս սերնդափոխությունը հիանալի է անցկացվում եւ ինչպես դուք նշեցիք, մենք լավ ակնկալիքներ եւ սպասելիքներ կունենանք ապագայում, թե աշխարհի, թե Եվրոպայի առաջնությունում, իհարկե լավագույն մեզ համար լավագույն արդյունքը կլինի, որ մենք ոսկե մեդալ ունենանք, եւս մեկ հերթական ոսկե մեդալը երկար դադարից հետո ունենանք նաեւ բռնցքամարտի օլիմպիական խաղերում։ Այո, իսկապես Կարեն Աղամալյանը դարբնի աշխատանք է կատարում, նա երիտասարդական հավաքականը իսկապես լավ է մարզում ու մեծ արդյունքների է հասնում։ Հետաքրքիր մի բան կա, որ Աղամալյանը միշտ լավ է աշխատել երիտասարդական հավաքականների հետ։ Նա եղել է նաև մեծահասակների գլխավոր մարզիչ, բայց նրա հիմնական մեխը երիտասարդների հետ աշխատելն է ու նա իսկապես հաջողում է այդտեղ։ Լավ, նոր տաղանդներ բացահայտել է եւ իրենց ճիշտ ուղու վրա դնել է, դա եմ հասկանում, չէ՞։ Այո։ Վերադառնանք աշխարհի առաջնությանը, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված։ Այնտեղ այն բռնցքամարտիկները, որոնք որ մինչև կիսաեզրափակիչ, քառորդ եզրափակիչ հասան, իրենցից որոշները արդեն կարող ենք ասել կարիերայի վերջին տարիներն են սիրողական բռնցքամարտում, ճիշտ եմ հասկանում։ Ինձ թվում է ոչ, որովհետև նույն Բաչկովը թեպետ նաև պրոֆեսիոնալում է արդեն ուժել է փորձում ու անպարտելի է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բայց չի բացառվում, որ նա շարժվի դեպի նաև օլիմպիական խաղեր։ Միշտ գայթակղիչ է լինել օլիմպիական խաղերում, Բաչկովը բնականաբար ձգտում է, նախորդ անգամ չստացվեց, բայց միգուցե Լոս Անջելես փորձի։ Խոսել եմ Դավիթ Չալոյանի հետ, երբ նա բրոնզ նվաճեց, ինչ որտեղ ընկճված ասում էր արդեն մեծ եմ, հետագայի համար դժվար է լինելու, բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու նաև սիրողական բռնցքամարտում ծանր քաշային կարգերը նույնիսկ մինչև 40 տարեկան մենամարտում են։ Չալոյանը դեռ 28-29 տարեկան է։ Դեռ ժամանակ ունի, եթե ես չեմ սխալվում, դուք ինձ կրկին ուղեք, Չալոյանը ուներ բրոնզե մեդալ։ Չալոյանը ուներ արծաթե մեդալ, նա 2021 թվականի աշխարհի փոխ-չեմպիոն էր, աշխարհի առաջնության հայտնություն ու կարծում եմ սա նրա ուժերի սահմանագիծը չէ։ Ցավոք սրտի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նոկաուտի ենթարկվեց ու հարված բաստողեց, դա ծանր քաշային կարգում, բայց նա կարծես մոռացել է, դա վերականգնվել է, կարողացավ նախ Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել, այնտեղ էլ մոտ էր մեդալ նվաճելու, բայց չստացվեց, ինչևէ 3-4 տարվա դադարից հետո նա կրկին աշխարհի առաջնության պատվոհարտակին է, իսկ դա քիչ չէ, հավատացեք, բավականին մեծ էր մրցակցությունը, նա հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև այդ այլի կրկին ուժեղ բռնցքամարտիկների, ինչ որտեղ նա փոքր թերացավ Ուզբեկստանի ներկայացուցիչի հետ մենամարտում, որում պետք է հաղթեր այդ մենամարտում, որովհետև Ուզբեկստանի ներկայացուցիչը իրենց երկրորդ-երրորդ համարն էր ու Դավիթն էլ կարող էր երիտասարդ տղա էր իր փորձի շնորհիվ, բայց ծանր քաշային կարգերում շատ դեպքերում աշխատում է, երբ երիտասարդ մարզիկն ավելի շարժունակ է լինում, կարողանում է հարվածել, միավորներ վաստակել, սա այդ դեպքերից ուզբեկ բռնցքամարտիկները ռինգում խաղում էին։ Մենք յուրաքանչյուր մարզաձևին անդրադառնալիս վերջում, այսպես ասած, ամփոփելով նշելու ենք, որ սա որոշ չափի նաև այս տարին նախապատրաստական փուլ է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին, չնայած լավ հասկանում ենք, որ դեռևս 2.5 տարի կա մինչև օլիմպիական խաղերը։ Սա նախապատրաստական փուլ է եւ տարի մեր մարզիկները այս հաջորդ տարի էլ այս մակարդակը պետք է պահեն։ Հավատացեք, նախապատրաստական փուլը սկսվում է անմիջապես օլիմպիական խաղերի ավարտից հետո, որովհետեւ շատ երկրներում ֆորումներ են անում, հասկանում են, թե ինչ խնդիրներ եղավ, ինչ բացթողումներ եղավ ու շարժվում են առաջ։ Հիմա Հայաստանում, եթե բռնցքամարտից սկսենք, ուրեմն մեր հավաքականը որոշ քաշային կարգերում բավականին երիտասարդ հավաքական է, հատկապես թեթև քաշային կարգերում 51, 57, 60, մենք ապագայում ունենալու ենք բռնցքամարտիկներ, ովքեր իսկապես մրցունակ են լինելու։ Նույն Արթուր Բազեյանը, որը մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է դարձել, Եվրոպայի մեծահասակների փոխ-չեմպիոն է դարձել, հիմա էլ բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի առաջնությունում, նա փաստացի երիտասարդ տղա է, 23-24 տարեկան
տարեկան ու նա շատ մոտ է օլիմպիական խաղերում արդեն որպես հասուն բռնցքամարտիկ մեկնելու։ Ռուդոլֆ Գարբոյանը, որը մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել, հիմա էլ աշխարհի առաջնության մրցանակակիր, նա նույնպես երիտասարդ տղա է, 51 կիլոգրամ քաշային կարգում էլ հաղթեց Կուբայի ներկայացուցիչին, իսկ մենք բոլորս գիտենք, որ Կուբայի բռնցքամարտը բավականին լավ հիմքերի վրա է, լավ բռնցքամարտիկներ ունեն, այսինքն մեր բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել են ոչ թե պատահական բռնցքամարտիկների հաղթելու կամ պարզապես միայն լավ վիճակահանության շնորհիվ, այլ նրանք մրցունակ են։ Իսկ լավ աշխատանքի շնորհիվ 2.5 տարին բավականին մեծ ժամանակ է բռնցքամարտիկներին լավ հղկելու դեպի օլիմպիական խաղեր, այդ թվում վարկանիշային մրցաշարեր, ու ես կարծում եմ, որ մենք առաջիկա օլիմպիական խաղերում առնվազն 2-3 բռնցքամարտիկ կունենանք։ Մենք հիմնականում անդրադարձանք տղամարդ բռնցքամարտիկներին, բայց նաև կանանց մեջ ունենք արդեն նոր հայտնություններ։ Այդտեղ էլ մենք հետագայում ակնկալենք դարձյալ մեդալներ։ Այսօրվա դրությամբ կանանց բռնցքամարտում ոչ թե հայտնություն, այլ մեր ամենափորձառու բռնցքամարտիկը Էլիդա Քոչարյանն է, որը ի դեպ երրորդ անգամ դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, այդպիսի մարզիկ ոչ թե միայն Հայաստանում, այլ աշխարհում չկա, որը 3 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչև 23 տարեկաների պայքարում։ Սա նշանակում է, որ նա իսկապես իր քաշային կարգում ուժեղագույն է, որովհետև իր տարիքային խմբում նա 3 տարի անընդմեջ ոսկե մեդալակիր է դառնում։ Մի քանի քայլ դեպի մեծահասակների ասպարեզ ու նա արդեն իր հաստատուն խոսքը կասի նաև այնտեղ։ Մենք ունենք նաև պատանի մարզուհիներ, որոնք իսկապես էլի շատ լավն են, աֆրիկյան համեստը, Անահիտը Հարությունյան, Համեստ Աֆրիկյանը Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների չեմպիոն է եղել, դրանից հետո պարբերաբար ավագ տարիքի պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մեդալ է նվաճել, Անահիտ Հարությունյանն էլ մեդալներ ունի, կան բռնցքամարտիկներ, կան մարզուհիներ, իհարկե կանանց բռնցքամարտում խնդիրը մի քիչ ավելի բարդ է, որովհետև Հայաստանում մրցակցությունը այնքան մեծ չէ, ինչքան կցանկանայինք, ոչ բոլոր ծնողներն են ցանկանում իրենց աղջիկներին տանել բռնցքամարտ, ամեն դեպքում բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիան փորձում է միջազգային մրցաշարերով, տարբեր այլ միջոցառումներով բռնցքամարտիկներին տոնուսի մեջ պայել։ Կարծում եմ ժամանակը գալու է նաև կանանց բռնցքամարտով ուրախանալու, մենք արդեն իսկ ուրախացել ենք, մենք մեծահասակների Եվրոպայի չեմպիոն ունենք Հանձինեսը Անի Հովսեփյանի ու կարծում եմ մեդալները, հաղթանակները, ոսկե մեդալները շարունակական են լինելու նաև 2026-ին։ Սուլիչի ձայնը մեզ հուշեց, որ անդրադառնանք հենակետային մեկ այլ մարզաձևի, մեր ունկնդիրներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցում եմ եւ ամփոփում ենք տարին հենակետային մարզաձևերում իմ գործընկեր հանրային ռադիոյից մարզական մեկնաբան լրագրող Արամ Մանուկյանի հետ։ Արամ, անդրադառնում ենք ըմբշամարտին, այստեղ այս տարի կարծես տեսականին մեդալների շատ մեծ չէր, սակայն արդյունքները վատը չէին, դուք նշեք։ Այո Դավիթ, մենք աշխարհի չեմպիոն ունեցանք Հանձինես Մալխասամոյանին, նաեւ լավագույններ Եվրոպայի առաջնությունում, իդեպ իր մակարդակը դարձյալ պահում է Մալխասը։ Այո, իդեպ ես այնտեղ էի, Եվրոպայի առաջնությունում նա շատ գրագետ ու ֆանտաստիկ գոտեմարտեր անցկացրեց, մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից, եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տոնեց։ Մալխասը ֆանտաստիկ հաղթանակ տոնեց նաև աշխարհի առաջնությունում, հաղթելով Ճապոնիայի ներկայացուցիչին, որին իդեպ զիջել էր օլիմպիական խաղերում, նա հասավ ռևանշի, իդեպ մոտ օրերս պետք է նշեմ, որ Մալխասը մասնակցելու է նաև այլ միջազգային մրցաշարերի ակումբային մակարդակով, իսկ վերջերս UV-ն էր անդրադարձել Մալխաս Ամոյանին ու նշել էր, որ նա 2025 թվականի վերադարձն, այսինքն տարվա վերադարձ մրցանակն է շահել Մալխաս Ամոյանը, նշել էին, որ Մալխասը դժվարին ճանապարհ է անցել, հաղթել էր ճիշտ է 72 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնությունում, բայց նա միշտ ցանկացել է հաղթել 77 կիլոգրամ քաշային կարգում, որը իդեպ ավելի մրցակցային է միշտ եղել, իդեպ այս քաշային կարգում ժամանակին այնտեղ 75 էր նաև, հանդես էր գալիս Արսեն Ջուլֆալակյանը, ու եթե կհիշեք, այնտեղ միշտ շատ մեծ մրցակցություն էր։ Այս անգամ Մալխասը բարձրունքում էր ու հաղթեց, բայց ես շատ այլ կարևոր բան եմ ուզում նշել, շատ քիչ հայտնի ըմբիշներ այս տարի մեդալ նվաճեցին։ Իսկ 38 մեդալներից շատը նվաճել են մեր երիտասարդ ու պատանի ըմբիշները։ Դա խոսում է նաև այն մասին, որ մենք ըմբշամարտում նույնպես մեծ ապագա ունենք, այսինքն տակից գալիս են ու նրանք համալրելու են մեր հավաքականները։ Ազատ ոճում լուրջ հաջողություններ ունենք, արդեն մենք պատանեկան ասպարեզներում երիտասարդական հավաքականում շատ լավ աշխատանք է կատարում Ավետիք Վարդանյանը, այնպես որ մենք հաջողությունների հասնելու ենք։ Այդտեղ էլ սերնդափոխությունը ճիշտ կատարվում է եւ մեկ ակնկալիքներ պետք է ունենալ։ Դավիթ, ցանկացած սպորտում սերնդափոխությունը ամենակարևորն է։ Եթե չկա ճիշտ սերնդափոխություն, ապա այդտեղ լուրջ խնդիր է լինելու։
Հունահռոմեական ոճին անդրադառնանք, այստեղ Արթուր Ալեքսանյանի վերջին տարիներին ենք մենք արդեն ականատես, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, Արթուրի դժվարին ժամանակներին ենք ականատես լինում, որովհետև մենք գործ ունենք հաղթող մարզիկի հետ, մարզիկ, որը աշխարհում լավագույնն է, նա իր տիտղոսներով, այդքան աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալներով, օլիմպիական խաղերի մեդալներով չի եղել օլիմպիական խաղեր, որ նա մեկնի ու մեդալ չնվաճի։ Այդպիսի մարզիկներ շատ քիչ կան, շատ դժվար է նրան պարտվել, բայց պետք է հասկանանք, որ նա արդեն մեծ տարիքում է ու մի հատ էլ խնդիր կա, որ այդ քաշային կարգում Հայաստանը այս պահին Արթուրից բացի այլ ուժեղ ըմբիշ չունի։ Նա առաջին համարն է ու որքան էլ մեր մարզիչները ցանկանում են փորձարկել որևէ այլ ըմբիշի, երբ մրցում է լինում կամ սպարինգ գոտեմարտեր են լինում, Արթուրը հաղթում է, իսկ հաղթողին պետք է տանել մրցաշար։ Մեկ այլ բան է, որ չի ստացվում դրսի մրցաշարերում։ Արթուրը իսկապես արդեն տարիքով է, ըմբշամարտում մի փոքր ավելի այլ է։ Եթե բռնցքամարտիկները կարող են մեծ տարիքում էլ ծանր քաշային կարգերում մենամարտել, ըմբշամարտում դա դժվար է, որովհետև այնտեղ հնարքները ավելի ֆիզիկական ուժ են պահանջում եւ այլն։ Բայց մարզավիճակը փորձում է Արթուրը պահել եւ մենք ակնկալենք, չնայած կրկնվում եմ, դեռևս 2.5 տարի կա մինչեւ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, բայց ակնկալենք այնտեղ տեսնել Արթուրին։ Եթե նա ցանկանա գնալ ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար, ես ավելի քան վստահ եմ, որ նա կնվաճի ուղեգիր։ Հարց է, թե որքանով նա կկարողանա օլիմպիական ոսկի ապահովել։ Մեդալ կստացվի կարծում եմ, բայց նրա գլխավոր նպատակը ոսկին է, ես նրան շատ լավ գիտեմ, շատ մոտ եմ նրա հետ ու նա ձգտում է ոսկով ավարտել իր կարիերան։ Արամ, իսկ դուք կարող եք նշել որևէ մեկի անուն, ով որ կգա եւ հետագայում կփոխարինի որպես ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանին։ Մալխաս Սամոյան, ու նա արդեն այդ ճանապարհին է, նա իր քաշային կարգում ցույց տվեց, որ կարող է հաղթել գործող օլիմպիական չեմպիոնի, իհարկե դժվար է լինելու հետագայում, այսինքն 2026 թվականի աշխարհի առաջնությունում առաջիկա օլիմպիական խաղերում, բայց Մալխասը հաստատուն քայլերով գնում է դեպի օլիմպիական ոսկի։ Եվս մեկ սուլիչի ձայնը մեզ հուշում է, որ անդրադառնում ենք արդեն ծանրամարտին։ Ծանրամարտում մենք իսկապես հիանալի կարծես արդյունք ապահովեցինք։ Դուք նշեք, որքան մեդալ են մերոնք նվաճել այս տարի տարբեր մրցաշարերում։ Սովորաբար ծանրորդները մեր հավաքականների, մեր մեդալային ավարի առույցի բաժինն են միշտ նվաճում։ Այս անգամ էլ մենք 91 մեդալ ենք նվաճել։ Իհարկե նախորդ տարի այդ մեդալներն ավելի շատ էին, եթե չեմ սխալվում 136 մեդալ, բայց այս անգամ նաև մրցաշարերն էին քիչ ու նաև մեր հավաքականները միշտ չէ որ մեծ քանակով, մեծ թվով մարզիկներով էին մասնակցում։ Մենք ունեցանք աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հերթական անգամ փայլեց, նա Եվրոպայի առաջնությունում էլ ուժեղագույնն էր ու նա մեր օլիմպիական ոսկե մեդալի գլխավոր հույսերից մեկն է։ Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Լալայանին, մենք պետք է նշենք, որ նա եւ մյուս մեր ծանրամարտիկը տվյալ քաշային կարգում երկար տարիներ մեծ մրցակցություն էին ապահովում, երկար տարին տասնամյակ կարելի է ասել այդ քաշային կարգի առաջատար վրացի Լաշա Տալախաձեին եւ Լաշա Տալախաձեի Փարիզի օլիմպիական խաղերից հետո այդ հայտարարությունը, որ դա արդեն լքում է այս մարզաձևը կարիերաները ավարտում, կարծես ճանապարհ բացեց Լալայանի համար եւ մենք դա հաշվի առնելով ենք նշում, որ Լալայանը հաջորդ օլիմպիական խաղերի տվյալ քաշային կարգում հիմնական ֆավորիտն է։ Այո, բայց մրցակցությունը նաև մեծ է, որովհետև մյուս ծանրորդները նույնպես հասկանում են, որ չկա Լաշա Տալախաձեն, կա միայն Վարազդատ Լալայանը եւ նրա հետ ավելի հարմար է պայքարելը։ Ամեն դեպքում Վարազդատն էլ իր թիկունքում զգում է մրցակիցների շունչը ու շատ լավ գիտակցում է, որ պետք է չթուլանալ, պետք է միշտ զգոն լինել, պետք է միշտ մարզվել ու շարժվել առաջ։ Եվրոպայի առաջնությունից հետո, երբ որ ես նրա հետ խոսեցի, ասեց Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի առաջնությունում կպարտվեմ։ Այս արդյունքներով պետք է սկսել պայքար, այսինքն նույն փոքրուն վարժությունում ինչ որ վերջնական արդյունքներ, նա սկսեց աշխարհի առաջնությունում ու տեսանք, որ նա աշխարհի առաջնությունում կրկին հաստատեց։ Բայց սովորաբար ծանրորդները այլ հավաքականների, ընդ որում այս քաշային կարգում լուրջ մարզիկներ ունեն Իրանի ներկայացուցիչները, Բուլղարիայի ներկայացուցիչները, եթե
ռուսներին թողնեն, որ մասնակցեն առաջիկա վարկանիշային մրցաշարերին ու նաև օլիմպիական խաղերին, ապա Ռուսաստանի հավաքականն էլ ուժեղ ծանրորդներ ունի գերծանրքաշային կարգում։ Չինաստանը չունի այդ Գերծանրքաշային կարգում Չինաստանը ոչ չունի, այսինքն ունի ծանրորդ, բայց այնպես չէ, որ աշխարհի առաջնության չեմպիոնական հավակնորդ է։ Բայց ամեն դեպքում Վարազդատը մնում է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտներից մեկը, իհարկե պետք է մի զգոն լինել։ Արամ, դուք հնարավորություն եք ունեցել քանի օլիմպիական խաղերում հետևել ծանրորդների մրցելույթներին, այստեղ շատ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, մենք երկրպագուներս, այսպես ասեմ, մենք հետևում ենք այն, ինչ տեղի ունենում, այժմ այդ հնարավորությունը ունենք ոչ միայն բեմի վրա հենց բարձրացնելիս ծանրաձողը, այլ նաև պատվիրելուց, քաշը եւ այլն։ Տեսնում եք, թե ինչ պայքար է գնում նույնիսկ այդտեղ, այսինքն ինչ մարտավարություն են նախընտրում մարզիչները, որ իրենց մարզիկների համար պատվիրում են այս քաշը կամ այն քաշը, այդտեղ էլ այսպես ասած ուղեղների պայքար է գնում։ Դուք ինչ եք տեսել ձեր աչքով։ Այո, շատ լուրջ մարտավարություն է գնում, շատ լուրջ տակտիկական պայքար է, որովհետև պետք է հասկանալ, թե մրցակիցը ինչ քաշ կարող է անել, ինչ քաշ պատվիրել, որը նրա համար խնդրահարույց կլինի։ Այդ գործում շատ ուժեղ վարպետ էր կարելի է ասել մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որը երկար տարիներ գլխավորեց մեր հավաքականը ու պետք է փաստենք, որ Փաշիկ Ալավերդյանը մեր հավաքականում Ծանրամարտի Հայաստանի հավաքականում մինչև այսօր ամենալուրջ արդյունք գրանցած մարզիչն է ու տարիներ շարունակ նա հետևել է նաև երիտասարդական հավաքականին, միշտ եղել է բոլոր հավաքականների կողքին, որում ուսումնամարզական հավաքների ժամանակ շատ դեպքերում երիտասարդական հավաքականներից էր մարզիչներ վերցնում, մարզիկներ վերցնում, հավաքներին մասնակից դարձնում, որպեսզի նրանք էլ ուժեղանան։ Հիմա մենք ունենք իսկապես լավ հավաքական, ճիշտ է, այսօր Փաշիկ Ալավերդյանը հավաքականում չէ, Ծանրամարտի ֆեդերացիան որոշեց հեռացնել նրան, խզել պայմանագիրը, իհարկե այս որոշումը որպես սպորտային լրագրող ինձ այնքան էլ չի գոհացնում, կարող է Փաշիկ Ալավերդյանը ինչ որտեղ կորեկտ չէր, ինչ որտեղ շփումներում այնքան էլ իրեն ճիշտ չէր դրսևորում, բայց որպես մասնագետ նա շատ գրագետ, շատ փորձառու, շատ արդյունավետ մարզիչ էր։ Ամեն դեպքում Ծանրամարտի ֆեդերացիային է որոշումը ու Ծանրամարտի ֆեդերացիան է հաջորդիվ պատասխան տալու ճիշտ ու սխալ որոշման համար, թողենք ժամանակը գա, նրանք մեկնաբանեցին, որ առաջիկայում կարևոր ցիկլեր ունեն, աշխարհի առաջնություն Երևանում, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարեր ու իրենց նոր շունչ, նոր թարմություն, նոր ծրագրեր, նոր մարտավարություններ պետք տա Աստված նրանք հաջողեն ու ցանկացած ֆեդերացիա հայկական սպորտում հաջողի, որովհետև յուրաքանչյուրի հաղթանակը հայ ու Հայաստանի հաղթանակն է։ Ինչպես յուրաքանչյուր մարզաձևերում մարտավարությունը մեծ դեր ունի, իհարկե այստեղ էլ ծանրամարտում ոչ միայն ծանրաձողը բարձրացնելը իհարկե հիմնական արդյունքը դա է ապավում, բայց ինչպես դուք նշեցիք, ձեր աչքով տեսել եք այդ մարտավարությունը եւ որ մարզիչներն են ու նույնիսկ իրար մեջ մրցում, թե քանի որ հնարավորություն է տրվում, մենք բոլորս գիտենք 3 անգամ մոտենալ թե հրում վարժությանը, թե վարժություն կատարելու, թե պոկում վարժություն կատարելու, այստեղ պետք է ճիշտ ընտրել քաշը, որը մարզիկը կարող է բարձրացնել։ Շատ դեպքերում նույնիսկ իրենց մարզիկը չի կարող այդ քաշը բարձրացնել, բայց նրանք նախապես նշում են, մրցակցին հանում են հունից, մրցակցին տանում են վավանգ, մրցակիցը չի բարձրացնում, հետո նրանք փոխում են մի այլ քաշ, բարձրացնում են, դա իսկապես մարտավարություն է, շատ հետաքրքիր մարտավարություն։ Ես առիթ եմ ունեցել Բաթումի Եվրոպայի առաջնության ժամանակ լինել կուլիսներում, հետևել թե ինչ աշխատանք են տանում մարզիչները։ Շատ դեպքերում նայում էին, գրում էին, ջնջում էին, նույնիսկ թիվը գրում էին, հետո միանգամից թիվը փոխում էին, շատ տարբեր է լինում այդ գործընթացը։ Եվ այդ որոշումները շատ արագ պետք է կայացվեն։ Մենք տեսել ենք, ականատես ենք տեղի եղել, կրկնվում եմ, հիմա երբ որ հեռուստա հեռարձակումը հնարավորություն է տալիս մեզ հետևել, թե ինչ է կատարվում նաև կուլիսներում, մենք տեսնում ենք, որ մարզիչը մոտենում է, այսպես ասած, գրանցող աշխատակցին, մի պահ երբեմն հապաղում է, բարձրացնում է քաշը եւս 2 կիլոգրամով կամ 5 կիլոգրամով, կարծես որոշել է այս քաշը պատվիրել, բայց վերջի վայրկյանին փոխում է որոշումը։ Դավիթ, մենք տեսնում ենք վերջին փուլը, մենք տեսնում ենք, բայց հավատացեք, նախքան այդ եւս շատ կարևոր փուլեր կան։ Մարզիկներին հետևել
որպեսզի ճիշտ անցնեն նախապատրաստական ամբողջ ընթացքը, սկսած նոր առաջին մարզումային փուլից, ապա վերջնական մարզումային փուլին, երբ որ արդեն բարձր կիլոգրամներ են, իսկ այդ բարձր կիլոգրամների ժամանակ շատ դեպքերում նաև վնասվածքներ կարող են լինել, շատ լուրջ պետք է աշխատանք տարվի, որպեսզի մարզիկը ճիշտ վերականգնվի, օրինակ բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ մենք մեր 48 կիլոգրամ քաշային Բարեղամ Հարությունյանի հետ կապված այդպիսի խնդիր ունեցանք, նա 36 տարեկան բռնցքամարտիկ է, շատ նպատակասլաց բռնցքամարտիկ է, որի հաջողությունների սկիզբը եկավ 33-34 տարեկանում, նա արդեն Եվրոպայի փոխ-չեմպիոն է։ Նա աշխարհի առաջնության նախապատրաստվելից բոլորից շատ էր մարզվում, բայց միգուցե դա պետք չէր, որովհետև աշխարհի առաջնության ժամանակ նա հոգնածություն ունեցավ քառորդ եզրափակիչից առաջ ու արդեն շատ դժվարությամբ հաղթարեց քառորդ եզրափակիչի արգելքը ու հետո նաև չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Այստեղ էլ շատ կարևոր է, երբ որ մարզիկները ճիշտ աշխատանք տանեն, մարզիչներն էլ հետևեն իրենց մարզիկների աշխատանքին, որպեսզի խնդիրներ չլինեն, հոգնածություն, ավելնորդ քաշ, որովհետև նաև գալիս է ժամանակ, երբ որ դու չես համապատասխանում քաշին, ստիպված ես քաշ իջնել, իսկ այդ քաշ իջնելը նույնպես բերում է խնդիրների բուն մրցման ժամանակ։ Եւ վերջին մարզաձևը, որ այսօր մենք կամփոփենք տարին, այդ մարզաձևի դա մարմնամարզությունն է, դարձյալ մեդալներ, այդտեղ Դավթյան եղբայրները եւ նոր երիտասարդ մարմնամարզիկը մեզ մեդալներ բարգեւեց։ Դավիթ, ասենց կհամեմատեմ մարմնամարզությունը, կարծես եթե մենք Երևանում մի քանի օրում Դուբայ կառուցենք, դա նույնն է ինչ որ անում է մեր մարմնամարզության ֆեդերացիան, հավատացեք, չունենալով պայմաններ, եթե մենք մտնենք Ալբերտ Ազարյանի մարզահամալիր, Հրանտ Շահինյանի մարզահամալիր, կտեսնենք, որ այնտեղ ոչինչ չկա, բայց մեր մարզիկները արդյունքներ են անում։ Դա պարզապես ֆանտաստիկայի ժանրից է, նրանք կոտրում են բոլոր գրված ու չգրված օրենքները ու կարողանում են արդյունքներ ապահովել։ Դա նաև շատ մեծ հաշվով մեր մարզչական կազմի մեծ ավանն է Հակոբ Սերոփյանի գլխավորությամբ, որը ահռելի մեծ աշխատանք է տանում, որում նաև Հակոբ Սերոփյանը մրցավար է ու մեծ հարգանք է վայելում մարմնամարզության մրցավարական ասպարեզում ու նաև սա է շատ կարևոր գործոն, որովհետև շատ դեպքերում մրցավարությունը իր դերը խաղում է, իսկ այս դեպքում Հակոբ Սերոփյանի գործոնը իր դերը խաղում է հօգուտ հայ մարզիկների։ Եվ մենք անդրադառնանք նաև մեդալակիրներին, ովքեր որ նաև տիտղոսներ են նվաճել։ Այո, մենք ունենք շատ երիտասարդ սերունդ, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, որոնք հավատացեք մեր ապագա օլիմպիականներն են լինելու, վստահ եմ, չեմ կասկածում, որ նրանք մասնակցելու են առաջիկա օլիմպիական խաղերին։ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, նրանք մեր վետերաններն են երկուսն էլ, բայց Արթուրը դեռ շարունակում է իր խոսքն ասել ամենաբարձր կարգի մրցաշարերում, այս տարի Եվրոպայի չեմպիոն էր դարձել, աշխարհի փոխ-չեմպիոն, Վահագնն էլ շատ մոտ է եւս մեկ անգամ մասնակցելու։ Իհարկե Վահագի գործիքը ավելի բարդ գործիք է եւ պետք է մի քիչ ավելի երիտասարդ լինել այնտեղ։ Օղակների վրա վարժությունը իսկապես մարմնամարզության թերևս ամենածանր գործիքն է ու 36-37 տարեկանում շարունակել հաղթանակներ նվաճել, թեպետ Վահագը նախորդ տարի դարձավ աշխարհի գավաթի բացարձակ հաղթող ու նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր, այնտեղ էլ եզրափակիչ դուրս եկավ, բայց եւ այնպես տարիքն իր խոսքն ասում է։ Եվ Արթուր Դավթյանին մենք ակնկալենք տեսնել հաջորդ օլիմպիական խաղերում։ Միանշանակ։ Եթե Արթուր Դավթյանը չլինի օլիմպիական խաղերում, դա անհաջողություն կլինի ու ես ավելի քան վստահ եմ, որ նա լինելու է։ Շնորհակալ եմ Արամ հրավերս ընդունելու համար, հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդրին եւ ակնդրին հիշեցնեմ, որ զրուցեցի մարզական մեկնաբան լրագրող Արամ Մանուկյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր։ Հարգելի ունկնդիրներ, տեսագրությունը մեր զրույցի դուք կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, պաշտոնական YouTube-յան ալիքում եւ armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Առայժմ Sportcast